Գնեք Սանկերամիկա կամ Լոգարսենյակի կահույք եւ ստացեք նույն գումարի չափով ծորակն ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am Նոյեմբերի 2-ին քննչական մարմինը 60-ամյա Գևորգ Ներսիսյանին եւ որդուն Համբարձում Ներսիսյանին կալանավորման նպատակով դատարան տանելու համար ձերբակալելու որոշում է կայացրել։ Հարուցվել է հանրային քրեական հետապնդում, քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտել է հատկանիշներով։ Գևորգ եւ Համբարձում Ներսիսյանների նկատմամբ կալանքը ընտրվել է որպես խափանման միջոց։ Էջմիածնի քիմիկների զորամասի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի շրջանակում 4 անձի, այդ թվում պաշտպանության նախարարության ծառայողների մեղադրանքի առաջադրվել։ Վարույթը առնչվում է զորամասից խոշոր չափով գույքի հափշտակությանը։ Մեղադրյալներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Նոյեմբերի 2-ին մի քանի օր շարունակ որոնողական աշխատանքների արդյունքում Գեղարքունիքի մարզում հայտնաբերվել է հոկտեմբերի 27-ից որպես անհայտ որոնվող Ծափաթաղ գյուղի բնակիչ երեքամյա Տիգրանի մարմինը։ Երեխայի դին հայտնաբերվել է Ծափաթաղ գյուղի հարակից Ջիլգյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա դաշտամիջյան հատվածում։ Նախաձեռնել է քրեական վարույթ։ Դիակի մարմնի գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ։ Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, սպանություն հատկանիշներով, վերջինս ձերբակալվել է։ Նոյեմբերի 2-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բաղրատ Մինաս պողոտայում տղամարդու դիկա պարեկները հայտնաբերել են Երևանի բնակիչ 66-ամյա Սամվելի դին։ Հոկտեմբերի 27-ին Վանաձորի դատարանում սպանության գործով դատական նիստի ավարտից հետո գործով 4 մեղադրյալներից մեկին դանակով հարվածած ու փախոստի դիմաց անձը հայտնաբերվել ու կալանավորվել է, հարուցվել է հանրային քրեական հետապնդում, սպանության փորձ հատկանիշներով, խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Հոկտեմբերի 28-ին բժիշկները ահազանգել են ոստիկանության վայքի բաժին եւ հայտնել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Վայոց ձորի բնակավայրերից մեկի սեփական տուն, որտեղ հայտնաբերել են երեխայի դին։ Հոկտեմբերի 14-ին ոստիկանությունն անգարած քաղաքացին հայտնել է, որ նախորդ երեկոյան Մայրաքաղաքի Ամիրյան փողոցում գտնվող հյուրանոցում թողել են նկարահանման տեխնիկա, իսկ կառավարության նկատել, որ այն անհետացել է։ Պարզվել է, որ գողությունը կատարել է Գեղարքունիքի մարզի Վարդենի գյուղի բնակիչ 42-ամյա մի տղամարդ։ Հոկտեմբերի 16-ին նա հայտնաբերվել է Մայրաքաղաքի Շերամի փողոցի տներից մեկում։ Տղամարդը ներկայացրել է գողացված տեսախցիկը իր պարագաներով։ Հոկտեմբերի 30-ին տեղեկություններ են ստացվել, որ Ձորակապ գյուղի մի բնակիչ իր մոտ եւ տանը ապօրինի պահում է թմրանյութ։ 48-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Զննությամբ տղամարդու տան խորդանոցում հայտնաբերվել է ընդհանուր մոտ 274 գրամ մարիխուանա եւ կանեփի չորացած ճյուղեր։ Նոյեմբերի 2-ին ահազանգ է ստացվել, որ Հաղարծին վանական համալիրի մոտակայքում ավտոբուս է շրջվել տուժածներ կան։ Փրկարարները տեղի ուժերի հետ համատեղ տուժածներին օգնել են մոտենալ շտապօգնության ավտոմեքենաներին, ուժել է 30 մարդ։ Նոյեմբերի 2-ին Երևանի բնակիչ 32-ամյա Հայկը իր վարած Nissan Magnitschi ավտոմեքենայով աշտարակի խճուղում վրայերթի է ենթարկել ճանապարհին գծանշում իրականացնող Գեղարքունիքի մարզի բնակիչ 64-ամյա Վարդանին, բարորդը փախոստի չի դիմել, իսկ վրայերթի ենթարկվածը տեղում մահացել է։ Նոյեմբերի 1-ին Մասիս խոշորացված համայնքում բախվել են BMW եւ Nissan Versa Magnitschi ավտոմեքենան։ Nissan Versa-ի վարորդը տեղում մահացել է, կա նաեւ մեկ վիրավոր։ Նոյեմբերի 2-ին Աբովյան քաղաքից դեպի Նորհաճ ընտանող ճանապարհին բախվել են Mercedes եւ Jeep Magnitschi ավտոմեքենաները։ Բախման հետևանքով Mercedes-ը հայտնվել է ճամփեզրին տեղադրված երկաթի արգելապատնեշի վրա, իսկ Jeep-ը բախվել երկաթի արգելապատնեշին, Jeep-ի շարժիչն փոխվել ու շպրտվել է, 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Նոյեմբերի 1-ին Երևանի Հալաբյան Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Ford եւ Opel Magnitschi ավտոմեքենաները, 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Հոկտեմբերի 31-ին Իջևան Սևան Երևան ավտոճանապարհին բախվել են Toyota Land Cruiser եւ Opel Zafira Magnitschi ավտոմեքենաները, 5 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Նոյեմբերի 2-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Փափազյան եւ Ավետիսյան փողոցների խաչմերուկում այրվում է ավտոմեքենա։ Թրջեշ փրկարարները մարել են Mercedes Magnitschi ավտոմեքենայում պատիոնի հետևանքով առաջացած հրդեհը, ուժածներ չկան։ Նոյեմբերի 1-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խաղաղդոնի թիվ 18 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կետում ավտոմեքենա է այրվում։ Տեխսպասարկման կետում չշահագործվող, սակայն վերանորոգվող Nissan Sentra Magnitschi ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են քաղաքացիները, տեխսպասարկման կետի սեփականատերը ապաժամանած շարժիչները մարել են, այն ուժածներ չկան։ Հոկտեմբերի 28-ի առավոտյան ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ կոտրել են Մայրաքաղաքի Բագրատունյանց փողոցում գտնվող Սկո սրահի ապակիներն ու մուտք գործել։ Մեկնել է համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում արդեն հաջորդ օրը համայնքային ոստիկանները պարզել են, որ հանցագործությունը կատարել են օտարերկրյա 2 քաղաքացիներ։ Հոկտեմբերի 29-ին ժամը 16:30-ին նրանք հայտնաբերվել են Մայրաքաղաքի Ջանիբեկյան փողոցում եւ մեկի վարած Nissan Magnitschi ավտոմեքենա
մեքենայով հանդերձ տեղափոխվել բաժին։ 31-ամյա օտարերկրացին խոստովանել է, որ ինքն է կոտրել ապակին ու մտել սքո սրահ, սակայն ոչինչ չգողանալով դուրս է եկել եւ հեռացել 29-ամյա համերկրացու կողմից շահագործվող ավտոմեքենայով։ Օտարերկրյա քաղաքացիներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին, հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։